Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով վճիռը, արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես ըստ մեղադրական եզրակացության Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տուժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու, հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։